Հարգելի հետևորդներ, Սահմանադրական դատարանը քիչ առաջ հրապարակեց, որ չի ճանաչում այն դիմումները, որոնք ուղարկվել էին, մերժվեց դիմումները։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի հետևից են մարդիկ բղավում անոտ։ Իրավական կրթություն ունի, անգրակետները բերեր են հասնելները Սուրիայում մարդկանց։ Տիկին Տոնոյան, սպասելի էր ձեզ այսօրվա այս որոշումը։ Արդյոք մեկնաբանությունները լրիվ ավելորդ են, ընդհանրապես երկրորդ հայցը ներկայացնում ենք, ես մի բան եմ ասել, որ հույս ունեմ, որ Սահմանադրական դատարանը չի կայացնի այնպիսի որոշում, որը կապացուցի, որ Հայաստանում արդարությունը եւ արդարադատությունը մահացել է։ Ցավոք սրտի, այս որոշումը հենց դրա մասին էլ վկայում է, որ Հայաստանում արդարության եւ արդարադատության վրա վերջնականապես տապանակար դրվեց այս որոշմամբ։ Չեմ խոսում ժողովրդավարության, չեմ խոսում լեգիտիմության մասին, մնացած համանությունները պարտադիր եմ ավելորդ։ Շնորհակալություն։ Ստեսություն։ Քիչ առաջ ես զրուցում էի Բարգավաճ Հայաստանից Իվետա Տոնոյանի հետ։ Նշեմ, որ այս ընթացքում շատերն էին ասում, որ հենց Բարգավաճ Հայաստանի մանդատներն է գողացել իշխանությունը։ Ոստիկանական մի քանի այսպես խմբեր են տարբեր տեղերում կանգնած։ Ահագերել եք Ադրբեջանից Սահմանադրական դատարան։ Դուրը փակեք էլ Բայց մտային սավ, ինքը տալ հոսմացած։ Այլ մեծամասնությունը ինքը դրանց պատահ։ Ինքը Դուք կարծում եք, որ պետք է չվերցնեն մանդատները։ Հիշեցնեմ, հարգելի հետևորդներ, Սահմանադրական դատարանը արդեն մի քանի օր է, որ քննում է ընդդիմության դիմում բողոքները ազգային ժողովի ընտրություններին կիրառված կեղծիքների մասով, սակայն այսօր տեսանք, որ մերժել է այդ բոլոր դիմումները։ Պարոն Աբովյան, ձեր համար սպասելի էր այս որոշումը։ Կարող ենք մենք Փաշինյանական Հայաստանից ակնկալել։ Հետևաբար իմաստուն էր դիմել Սահմանադրական դատարան։ Եթե իրենք ապօրինի են գործում կամ գործում են ի վնաս Հայաստանի Հանրապետությանը, որն արելով մարդկանց հայերի, իրավունքները, այսօր մենք ունենք մի իրավիճակ, երբ որ ըստ էության Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, այս իշխանությունը կիսել է հայերի եւ այն մարդկանց, ովքեր իրենց սատարում են, որում ես չեմ ասում իրանք հայ չեն, ոչ մի բառագայում, բայց առաջնային այդ սատարման պահն է, ոչ թե քաղաքացի լինելը կամ լինել նվիրված երկրի։ Մենք ունենք պարադոքսալ իրավիճակ, երբ որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանը հրաժարվեց պաշտպանել Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը։ Այլ կերպ ասած, քաղաքացիների իրավունքը ազատ եւ
առանց ոչ մի ճնշման իրենց կամ արտահայտությունը կամ իրենց կարծիքը արտահայտելու։ Ինչով է սահղի է շատ կտրուկ, գիտեք, սրանք ապալեգիտիմացրել են ամեն ինչ հնարավոր է, ինչին կպել են ուղղակի բարի։ Ինչ տվեց ընդդիմությանը սահմանադրական դատարան դիմելու այս process-ը։ Պետք է ֆիքսել հետևյալը։ Չկա ընդդիմության մեջ մարդ, ով իլյուզիաների մեջ էր ապրում, որ ասելով որ կարող է այս իշխանությունը ինչ որ հայերին պաշտպանի կամ Հայաստանը պաշտպանի, այս իշխանությունը հայերի ու Հայաստանի հետ կապ չունի։ Ինքը պաշտպանում է Իրան։ Եվ այդ պաշտպանման պարագայում ինքը ընկալում է իր գոյությունը որպես ուղիղ ասեմ, որպես մի տար, որը մի կերպ հասել է իշխանություն, պետք է ամեն գնով պահի, նույնիսկ Հայաստանի Հանրապետության գոյության գնով, այդ որ դեղին պլաստմասիկ զնաչոկով են գալ, դա ոչ մի բան չի նշանակում։ Ընդհանրապես հիշեք, ժամանակին են պարտքահայացու հանձնագրով էին ման գալ, ինչ հետևություն է անում ընդդիմությունը։ Հավատացնում եմ, ձեզ սա մեզ համար անակնկալ չի։ Ձեր համար մի ամբողջ խմբակցության մանդատ գողացան։ Այո, սա անակնկալ չի, այն առումով անակնկալ չի, ներողություն, երբ որ ջարդ ու փշուր են անում ընտրություններ առհասարակ, հա, ինչ-որ անակնկալ կարող է լինի, կար հույս ընդամենը, որ հնարավոր է սահմանադրական դատարանը պաշտպանի Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը, որքան էլ զավեշտալի չեն սա։ Դե սույսներ փառատվեց, անցավ գնաց, ինչ մենք արդեն հասկանում ենք, այլ ճիշտ մենք շուտվանից ենք հասկանում ինչ է կատարվում, հիմա ավելորդ ապացույց է այն մեր բոլոր համոզմունքներին, ըստ այդմ արդեն կհասկանանք հետագայում ինչ ենք մտածում, ինչ ենք անում, ինչ գործողություններ ենք, հա, իհարկե սահմանադրությամբ եւ օրենքների շրջանակում միանշանակ սա չէ քննարկում, սրանք չեն հասնի նրան, որ հանգած կրթեն մարդկանց կամ մեզ ինչ-որ ապօրինի քայլերի, սրանց երազանքն է։ Բայց այնուամենայնիվ գիտեք, որ չլինի պարզապես օգնություն, ես առայժմ զերծ կամ։ Հիասթափված եք։ Գիտեք, երբ որ ես նայում եմ մեր եռաբլուրին, նայում եմ հիմա իմ ժողովրդին, ոչ թե հիասթափված, այս ուղղակի ամաչում եմ մեր եռաբլուրից, ամաչում եմ մեր կատարած աշխատանքից, ամաչում եմ Վազգենի գերեզմանից, ամաչում եմ Մոնթեի գերեզմանից, Անդրանիկի, մեր բոլոր այն տղաների գերեզմանից, որոնց հետ ես մարտական գործողություններին մասնակցել եմ, ու ես չի ցանկանա Հայաստանը այսպես լիներ, եւ ընդդիմությունը, եւ ասենք կառավարությունը, իրենք պետք է միասնական լինեին, Հայաստանը այնպես կառավարեին, որ մեր տղաների գերեզմանի առաջ մենք չամաչեինք։ Ես ուղղակի ցավ եմ ապրում։ Բավականին մեծ եռանդով եմ ես մասնակցել մարտական գործողություններին։ Ամուսինս առաջի խմբի հաշվանդամ 31 տարի պահում եմ այդ մարդուն ու ինքն այն զուգարկել է ստեղ։ Ասում եմ, ես ուզում եմ, որ մեր տղաները, բոլորն էլ միահամուռ իրենց ուժերով պաշտպանեն Հայաստանն ու հայ ժողովուրդին։ Դա է մեր խնդիրը։ Եթե հայկինը զենք է վերցնում եւ ուզում է պաշտպանել իր հայրենիքը, ես ոչ մեկին երթվում եմ եռաբլուրով, ոչ մեկի վատը չեմ ցանկանում։ Ուղղակի ուզում եմ իրենց միահամուռ ուժերով, հերոսների արյան գնով պաշտպանեն մեր հայրենիքը, պաշտպանեն եւ ունենան աշխատատեղեր։ Ժողովրդի վիճակը տեսնելով ես ուղղակի չեմ կարողանում անգամ ժողովրդի աչքերին նայել։ Շնորհակալություն։ Բարև ձեզ։ Ամեն ինչ կան, կա բոլորը։ Այդ նորից պատասխան այդ հաստատ չի։ Պարոն Վարդևանյան։ Բանը որ հավալ։ Նու ինչ բովանդակության թողնի այդ։ Պարոն Վարդևանյան, չեք ուզում երկու բառ խոսակ։ Օրինակ նկատի կարած եք ասցան դեպի։ Հա, ես տենց ուզում եմ։ Մարդու երազել եմ։
Ավելի շատ Դե հելի չէ պրոստը արևից դուրս արևից անկես չեմ ուզում Չէ, բայց հետաքրքիր է հասարակությանը ամեն դեպքում մերժեց սահմանադրական դատարանը Բանը երբ որ դիմում եք, որոշել եք սպառեք բոլոր աջակները, որովհետև եւ կազմի վերաբերյալ, վայրի վերաբերյալ Դուք կհիշեք կազմի վերաբերյալ մեր մտահոգությունները ի սկզբանե էին ասում այսինքն կազմի լեգիտիմության վերաբերյալ խնդրի մասին նաև հենց իրենք էին ասել Սահմանադրական դատարանը առաջին անգամ հենց ինքը իր հերթին արձանագրել է կազմի լեգիտիմության խնդիրը Շատ Հասկացեք, եկեք նկարը դիմենք, բացվեք, խոսում շատ մարդկան է, որ հետ եք Հարգելի գործընկերներ, կարծում եմ ամեն ինչ արդեն Աստիճանի կտանեք Դուք առաջ եկեք, ժողովուրդներ հարմար եք Հարգելի գործընկերներ, Սահմանադրական դատարանի նման տեսակ որոշման ականատես եղել է ինքս նախկինում ևս։ Այս որոշումը տարբերվում է մեկ կարևոր հանգամանքով, ցավոտ հանգամանքով։ Այն կայացվեց 2026 թվականի հուլիսի 4-ին Սահմանադրության օրվան ընդառաջ։ Եվ Սահմանադրության օրվան ընդառաջ արձանագրվեց, որ Հայաստանում կա սահմանադրություն, կա սահմանադրական դատարան, բայց չկա սահմանադրականություն, չկա սահմանադրական արդարադատություն։ Սահմանադրական արդարադատության համար առաջնային է իհարկե սահմանադրական դատարանի կազմի լեգիտիմության խնդիրը, որը ցավոք չախարվեց։ Սահմանադրական դատարանը հենց ինքը հրաժարվեց իր իսկ կազմի լեգիտիմության խնդիրը ախտարել։ Այն, որ այս ընտրություններին ընտրախախտումների հետ կապված հանգամանքները անվիճելի էին, կարծում եմ ակնհայտ է։ Այն խնդիրները, որոնք մենք ներկայացրել ենք, գնահատողական դատողությունների տիրույթից դուրս էին։ Դրանք ակնհայտ էին, դրանք հայտնի էին, պարզապես դրանք պետք է նաև իրավական կերպով ճիշտ ամրագրվեր։ Եվ դա ամրագրվեց։ Արդյոք դա տվեց այն արդյունքը, որը կլիներ արդարության պահանջի բավարարումը, ոչ։ Սա խոսում է համակարգային խնդիրների մասին, որը մենք ունենք Հայաստանում։ Հնարավոր է այս սահմանադրական դատարանում տևական, տևած դատական նիստերը մեր մի քանի այլ նաև հայրենակիցների համար լինեին ինչ-որ տեղ ճանաչողական։ Հնարավոր է։ Դա անհրաժեշտ է, կարծում եմ այո։ դատարանի վրա քաղաքական ազդեցություն եղել է թե ոչ։ Բարձր դատարանի դատավորներից մեկի նույնիսկ հարցադրումները քաղաքական իշխանության խոսույթից էին։ Հետևությունները թողնում եմ ձեզ։ Պարոն Վարդևանյան, դուք Սպասելիքներ չունեին, ընդդիմադիրները ոչ մեկ չուներ, այս գործընթացը ինչի համար նախաձեռնել ինչ տվեց ընդդիմությանը նաև։ Կներեք, բայց սպասելիքներ ընդհանրապես չունենալու տրամաբանությունը ես չեմ կիսում, բայց սպասելիքներ ունենալու նաև մոտեցումը պետք չի նույնացնել ռոմանտիզմի հետ կամ իրականությունը, այսպես ասած, պատշաճ չգնահատելու։ Մեկ հարց կար, որը բոլորի համար անվիճելի է։ Պայմանական հավանականությունը, որ սահմանադրական դատարանը կունենար այդ քաջությունը, անվավեր ճանաչելու ընտրության արդյունքները։ Հարցում եք, որ քաջություն կունենա, Չէ, հարցադրումը մինչև վերջում տվեք պատասխանը։ Արդյոք այդ քաջությունը կունենար թե ոչ, շատ նվազ մակարդակի է։ Արդյոք երկրորդ փուլի հնարավորության քաջությունը կունենար մի փոքր ավելի բարձր։ Բայց մանդատների բաշխման կարգի հետ կապված հարցը դա նույնիսկ կենտրոնական ընտրական հանձնաժողովի համար ակնհայտ էր։ Այսինքն կենտրոնական ընտրական հանձնաժողովի ցանկացած անդամ գիտակցում է, որ վաղ թե ուշ այս հարցի վերաբերյալ իրենք ստիպված են լինելու տալ պատասխաններ, որովհետև երբ անվավեր է ճանաչվում ընտրական տեղամասի արդյունքները կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախաձեռնությամբ, որը էական ազդեցություն է ունենում ընտրության ընդհանուր ելքի վրա, պետք է լիներ վերաքվեարկություն, բայց դա չեղավ։ Այն, որ այդ ամենը շտկելու հնարավորություն ուներ սահմանադրական դատարանը, եւ ես ինչ որտեղ
Հակված եմ կարծելու, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովն էլ էր ցանկանում, որ այդպես լինի, անդամները, որ հետագայում այդ հարցադրումները իրենց չներկայացնեն։ Ուշադրություն հաջորդ քայլերը Շատ լավ, ես ընդհանուր առմամբ պատասխանեմ, առաջիկայում կտեսնեք նաև ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինքի հայտարարությունը, քաղաքական մասով այդքան եմ ասեմ, դրանից ավելը չեմ ասել, բայց մի բանն եմ ուզում հատուկ ընդգծել։ Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր մեր այն հայրենակիցներին, ովքեր այս օրերին հետևում էին Սահմանադրական դատարանում տեղի ունեցող նիստերին, աջակցում էին մեզ այս ողջ ընթացքում, թե նախորդի դրան, թե այս ընթացքում։ Ընդհանրապես մեր հայրենակիցներին ես ուզում եմ երախտագիտության խոսք ասել, որովհետև մենք ունենք ֆանտաստիկ հայրենակիցներ։ Մենք պարզապես ունենք մի իրավիճակ, որ մեր հայրենակիցներին նաև կարողանում են վախեցնել։ Տեղ-տեղ կենսաթոշակով կաշառել։ Ցավոք այդպես։ Բայց մի բան էլ նաև բոլոր այն ընդդիմադիր մեր հայրենակիցներին, ովքեր իրենց քվեն տվել էին ընդդիմադիր ուժերին։ Սիրելի հայրենակիցներ, իմացեք, որ այն հայտարարությունը, որը տեղի էր ունեցել, որը զրպարտչական էր, որը վիրավորական էր, որը անընդունելի էր, իբրև ընտրակաշառքների հետ կապված, հերքվեց Սահմանադրական դատարանում։ Եթե այսպես ձևակերպեն, եթե կար մի կարևոր հանգամանք, որ կարող էր արձանագրվել այս Սահմանադրական դատարանում նիստերի ընթացքում, դրանցից մեկը նաև թող գալու, որովհետև քաղաքացիական պայմանագիրը ուղիղ հրաժարվեց իրենց այդ հայտարարությունից, ինչ-որ իմաստով վերականգնելով մեր հայրենակիցների վիրավորված պատիվն ու արժանապատվությունը։ Դա տեղի ունեցավ այս Սահմանադրական դատարանում, քանի որ ընտրակաշառքների հետ կապված այդ ամեն կերպ քչված չիկը վերածվեց դրվագային մի քանի դեպքերի, պարզվեց էական ազդեցություն որևէ կերպ չի ունեցել ընտրության արդյունքների վրա։ Մի փոքր խումբ դեպքեր, որոնք կրկին կասեմ առիթից օգտվելով ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինքի հետ զրո առնչություն ունեցող, զրո։ Պարոն Վարդանյանի, քանի որ Սահմանադրական դատարանի դիմաց ուժերից շատերը արդեն իսկ կանխատեսում էին Սահմանադրական դատարանի որոշումը եւ հայտնել էին, որ որոշումից հետո իրենց նաեւ մանդատները վերցնել չկրվեն, նախ դուք նշեցիք, որ հայտարարության չկան, բայց պատրաստ է որոշումը արդեն իսկ։ Ոնց դուք տեսաք, մենք ի տարբերություն քաղաքացիական պայմանագիր կուսակցության այդ մշակույթը փորձում ենք իսկապես որ ձևավորվի Հայաստանում, որ դեռևս Սահմանադրական դատարանի որոշում չլինելով որևէ նման մի հանգամանք հաստատված չհամարվի։ Եղավ որոշումը, ըստ դրա արդեն կլինի նաև հաջորդի գործողությունները։ Այլ հարց, որ մենք բոլոր հնարավոր սցենարները դիտարկում ենք իհարկե, բայց վերջնական որոշումները բնականաբար պետք է կայացվեն այս որոշումից հետո։ Այսքանը սիրելի գործընկերներ, վերջին հարցը։ Նախավերջին։ Շատ լավ, նախավերջին։ Սահմանադրական դատարանի մասին օրենքում այդ մանդատների վերաբաշխումը, օրինակ ինչ կարող էր անել, ճանաչել, արդյունքներ անվանել եւ ինքը վերաբաշխել մանդատները։ Տեսեք գործընկերներ, իրավական առումով պարզաբան են։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ընդունած հայտարարակ որոշումն էր, որ Սահմանադրական դատարանի արդարադատության առարկան էր։ Այդ որոշումը ճանաչվում էր անվավեր, սահմանվում էր մանդատների բաշխման նոր կարգ։ Այն կարգը, որը պարտավոր էր սահմանել կենտրոնական ընտրական հանձնաժողովը։ Կլիներ նաև ԲՀԿ-ն, որը անցել 4% անցողություն։ Այո, որովհետև անվավեր եթե չէին ճանաչվում այդ երկու ընտրատեղամասը, երեքն չեմ ասում, երկուսը։ Հարկավաճ Հայաստան կուսակցությունը այդ շեմը հաղթահարել է։ Իդեպ ստացվում է առաջին անգամ, սա իդեպ։ Թող որևէ մեկը չմեկնաբանի, որ Հայաստանում նախկինում ընտրությունների ժամանակ ես ասում եմ խախտումներ չեն եղել։ Խախտումներ եղել են։ Սահմանադրական դատարանը բազմիցս դա արձանագրել է։ Իդեպ ի տարբերություն հենց այն անձանց, ովքեր այսօր Սահմանադրական դատարանում պաշտպանում էին այն ընտրական օրենսգիրքը, որը քննադատում էին նախկինում եւ այլն, այդ այսպես ասած կարծիքների փոփոխականությունը դրանք մի կողմ։ Ընտրական օրենսգիրքի հետ կապված խնդիրը Սահմանադրական դատարանը նախկինում էլ արձանագրել է։ Այստեղ խնդիրը ուրիշ բան է, որ նույն այդ ընտրական օրենսգիրքի դրամաբանության ներքո չի եղել դեպք, որ ուժը հաղթահարի ըստ քաղաքացիների քվեի անցողի քշեմը, բայց կենտրոնական ընտրական հանձնաժողովը խլի այն։ Արգելի անցնել անցողի քշեմը։ Սա առաջին անգամ էր, սա աննախադեպ էր։ Թող սա էլ արձանագրվի։ Վերջին հարցը։ Պատրաստվում եք բավարարվել միայն հայտարարություններով, թե կոնկրետ գործողություններով։ Հայտարարության մեջ նաև նշվածի վերաբերյալ էլ պատասխան կտեսնենք։ Շնորհակալ եմ, որ ոչ աշխատանքային օրով էլ լուսաբանեցիք այս ամենը։ Շնորհակալ եմ։